քաղաքական գործիչների բարակամ։ Հավատացեք ինձ, այս քաղաքական գործիչներից ոմանք շատ ավելի պոպուլար են Հայաստանում, քան իրենց հայրենի երկրներում։ Ես ուզում եմ շատ պարզ ասել, որ այդ գործը համեմատաբար կամ հարաբերականորեն յուրահատուկ է նրանով, որ թե ինչպիսի կապ գոյություն ունի Կարապետյանի եւ եկեղեցու միջեւ։ Նա բանտարկվել է նրա համար, որ աջակցում է եկեղեցուն, բայց հիմա բարկացո բանտում չէ, տնային կալանքի ներքո է, որովհետեւ աջակցել է եկեղեցուն եւ պահվում է տնային կալանքի ներքո։ Կարելի է նման զավեշտալի ենթադրություն անել, որպեսզի նա դեմ հանդիման քարոզարշավի չմասնակցի, չկարողանա մասնակցել Հայաստանում։ Ես այլ շատ պոպուլար քաղաքական առաջնորդների ներկայացում եմ, ինչպեսին օրինակ Բոբի Ուայնը Ուգանդայի ոստիպած եղավ Ուգանդայից փախչել։ Տանզանիայում մենք ընդդիմության առաջնորդի ներկայացուցիչն ենք, քաղաքական կուսակցությունների, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչն ենք եւ Կարապետյանի գործը յուրահատուկ է։ Այն իմաստով, որ այն տեղի է ունենում մի իրավիճակում, որում ինքը իր հետ բերում է իր ժողովրդի ինքնությունը, այլ կերպ ասած, երբես նայում եմ Կարապետյանին, ես տեսնում եմ մի քանի գործոնի համակցություն, որոնք յուրահատուկ են լինելով հայկական։ Իսկ Փաշինյանին ես դիտում եւ տեսնում եմ որպես դրսի շահերը ներկայացնող։ Եվ դա ապշեցնող է, այդ դրանով է յուրահատուկ, քանի որ մենք իսկապես իդեմս Կարապետյանի տեսնում ենք մի մարդու, ով պայքարում է Հայաստանի համար, եւ իդեմս պարոն Փաշինյանի մարդ, ով կարծես ավելի սարքագրված է ուրիշների շահերի համար պայքարելու։ Նույնպես եմ ասում, Փաշինյանի հարձակումը եկեղեցու նկատմամբ ըստ գումարած նրա հարձակումը Հայաստանի պատմական ժառանգության նկատմամբ գումարած այն, որ նա պատանդների հարցին չի անդրադառնում, շատ յուրահատուկ ձախողումների համակցություն է։